Կա մի հատ բոլորի հոգեբանության մեջ խորը ներծծված գաղափար, հդած գաղափար, որը մեզ ամեն անգամ ու ամեն հարցում տանում է պարտության, ու այդ գաղափարը ձևակերպվում է հետևյալ նախադասությամբ, որ այլ ազգ չի մնացել, բոլորը դեգրադացված են, ստեղ մարդ չկա եւ այլն։ Ու հենց այդ է հիմնականում նպաստում, որ հայը չի գիտակցում, որ իրավունք ունի հաղթելու, որ ինքը միշտ պետք է հաղթի, որ պարտությունը երբեք չի կարա միաձուլվի հայ մարդու էությանը ու իր առօրյայի հետ։ Ու մի որոշ դեգրադացված, անշնորհակալ ու անպատասխանատու լրիվ վաստակների հավաքածու չի կարա հայի մոտ տպավորություն փոխի իր իսկ ազգի մասին։ Ախր դրանք մեր ազգը չեն, դրանք հասարակության մեջի թափոններն են, իսկ հայ ազգը վատ մարդ չունի։ Այսինքն, եթե ինքը վատն է, ինքը կարող է ազգությամբ հայ է, բայց էությամբ իմ հայը չի կարա լինի վատ։ Դրա համար այդ որոշ բիոթափոնների գոյության փաստի վրա մի հիմնվեք ու դրանից ելնելով մի ասեք, որ ազգ չի մնացել։ Դրանք երբեք էլ մեր ազգը չեն եղել, դրանք ուղղակի հայ անվան տակ մեր հասարակության մեջ օդու տրամադրություն պղտորող երևույթներ են։ Այդ չի իմ հայ ազգը, այն որ կարան երեխա քրֆեն, այն որ կարան աչ ու ձախ մեր քրֆեն, առանց պատասխանատվության սրաներան ֆեյքերից չգիտեմ։ Դրանք ինձ ինչ ազգ, ձեզ ինչ ազգ հայ մարդիկ։ Դրա համար կարծում եմ սա հասկանալի է ու էլ մի մտածել, որ ազգ չի մնացել, դուք ազգ չեք, դուք ձեր մեջ մի հատ նայեք։ Եթե դուք կաք, ես էլ կամ, ուրեմն չի վերացել ու մերպես նայեք ինչքան մարդ կա։ Մենք հաստատ ավելի շատ ենք, քան այս բիոթափոնը, այս աղբը։ Ու այ հենց այդ աղբի բուծման արդյունքում էլ է, որ ահագին մարդ մտածում է ինքը էլ չի կարա հաղթի, որովհետև էլ մարդ չկա։